հենց կրակի մասին պետք է խոսամ այսօր։ Կոնֆերանսների խորագիրը հետևյալն էր, ով ավելին, кто больше, ով ավելին։ Եվ դրա համար կուզենամ բացենք հայտնության 3-րդ գլուխը։ Միչայլոց անկախ բոլորից հայտնության 3-րդ գլխից բավականին շատ ընթերցանություններ եղավ ամբողջ կոնֆերանսի ընթացքում, անգամ այն հովիվները, ովքեր որ զոհ են խոսում կոնֆերանսների ժամանակ, գրեթե բոլորը կարդում են հայտնության 3-րդ գլխից եւ անգամ չեն էլ պայմանավորվել իրար հետ, չիմանալով։ Ու հետաքրքիր մի նշան Հովիվ Միխայելը շեշտեց, որ սա միակ կոնֆերանսն էր, նախ ինքը որպես այդպիսին առաջինն էր գարնան ապրիլ ամսին, առաջի կոնֆերանսն էր ապրիլին եւ միակ կոնֆերանսն էր, որ բոլոր ինքնաթիռները հասան ժամանակից շուտ։ Անցած անգամ, երբ որ ես այնտեղ էի Հովիվի հետ, կառուցվում էր կամուրջը, կապող Չինաստանի հետ եւ արդեն կամուրջը շահագործվում էր։ Հիմա երբ որ գնացի, արդեն բացվել էր նոր այրոպորտը։ Ես ասում եմ ամեն անգամ, երբ որ գամ, ինչ որ մի նշանակալից բան պետքա որ եղած լինի, որպես մարգարեական նշան։ Հայտնության 3:14-ից եկեք կարդանք։ Ուզեմ որ բացվես այսօր ընդունելու, լսելու Աստծո խոսքը, վերցնելու Աստծո խոսքը։ Հայտնության 3:14 Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր. Այսպես է ասում ամենը հավատարիմ ու ճշմարիտ վկան Աստծո արարչագործության սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ սառն ես, ոչ էլ տաք։ Երանից սառը կամ տաք լինեիր, ուրեմն քանի որ գաղջ ես եւ ոչ տաք, ոչ էլ սառը, քեզ իմ բերանից պիտի փսխեմ։ Որովհետև ասում ես, ես հարուստ եմ եւ ավելի հարստացա, ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս, ասում Տերը, գնիր ինձանից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, եւ սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա եւ չամաչես, աչքերի դեղ դիր, որ տեսնես, ում ես սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում, ուրեմն նախանձախնդիր եղիր, որ եւ ապաշխարիր։ Գիտեք, բնականաբար Վանետը չգիտեր ես ինչ պետքա խոսամ, բայց ես հավատում եմ, որ երբ որ Տերը ինչ որ բան անում, նա հաստատում է ու դնում է մեր սրտերի մեջ։ Եվ սա Տիրոջ գործողությունն է։ Աստծո խոսքը ասում է, որ Լավոդիկեի եկեղեցուն գրիր։ Աստված անդրադարձ է անում ժողովուրդ, Աստված անդրադարձ է անում ինչ որ մի եկեղեցու։ Աստված անդրադարձ է անում Լավոդիկեի եկեղեցուն, Աստված անդրադարձ է անում Ստեփանավանի եկեղեցուն, Աստված անդրադարձ է անում Բլագավեշենսկի եկեղեցուն, Աստված անդրադարձ է անում ամբողջ այդ կոնֆերանսների մեջ գտնվող բոլոր հովիվների եկեղեցուն, Աստված անդրադարձ է անում։ Աստված անդրադարձ է անում հավատացյալներին, Աստված անդրադարձ է անում այցելուներին, Աստված անդրադարձ է անում ծառայողներին, Աստված անդրադարձ է անում մանուկներին, Աստված անդրադարձ է անում երիտասարդներին, բոլոր նրանք, ովքեր որ ներկա են այդ կոնֆերանսին, Աստված անդրադարձ է անում։ Եվ Աստված անդրադարձ է անում ինձ ու քեզ անվանացի եւ ասում է Լավոդիկեի եկեղեցուն գրիր, Ստեփանավանի եկեղեցուն գրիր։ Քեզ դեմ բան ունեմ։ Երբ որ Աստված իմ ու քո դեմ բան ունի, Աստված անպայման արտահայտվում է դրա մասին։ Երբ որ Աստված ինչ որ դեմ բան ունի ինձ ու քեզ, Աստված բացում է իր բերանը եւ սկսում է խոսալ։ Աստված բացում է իր բերանը եւ սկսում է հանդիմանել։ Աստծո խոսքը ասում է, որ ում ես սիրում եմ, նրան հանդիմանում եմ, նրան խրատում եմ։ Աստված բացում է իր բերանը եւ սկսում է հանդիմանել մեզ։ Հովիվը մեզ հանդիմանում է։ Մենք անցնում ենք թլպատությունների մեջով, մենք անցնում ենք մահերի մեջով, մենք անցնում ենք անասելի ցավերի մեջով, որովհետև կտրվում է մեր ադամական մարմինը, կտրվում է մեր ադամական էությունը, տանջվում է մեր ադամական մարմինը, որը պետք է մեռնի, որպեսզի Քրիստոսը հարություն առնի մեր մեջ։ Եվ երբ որ հովիվը մեզ հանդիմանում է, մենք նեղանում ենք ինձ համար եկեղեցի մեծ դասա Բլագավեշենսկում լինելը եւ տեսնելը, թե ոնց է Հովիվ Միխայելը հանդիմանում մարդկանց, թե ոնց է Հովիվ Միխայելը կտրում մարդկանց, ուղակի
նույն ակնթարթին, նույն վարքյանին, նույն պահին, անգամ այդ մարդը չի հասցնում իր բերանից արտաբերի խոսքը, որ պետք է ինքը ասի, մինչև վերջ չի էլ ասեմ, ով Միխայելը մի անգամից կտրում է։ Հնարավոր է դա քո մեջ բունտ առաջացնի, հնարավոր է դա քո մեջ բունտ բարձրացնի ով Միխայելի նկատմամբ, Աստծո մարդու նկատմամբ, հնարավոր է քո մեջ բունտ բարձրանա, ու դու նստես այդ եկեղեցում եւ Աստծո ներկայության մի կաթիլ չընկնի քո վրա։ Եկեղեցի, որտեղ Աստծո ներկայությունը, ես ասում եմ, որ պայթում է ուղղակի Աստծո ներկայությունը, հեղեղվում է Աստծո ներկայությունը, ներկայություն, որի նմանը չես տեսել ուրիշ ոչ մի տեղ, ներկայություն, որի նմանը չես զգացել, վերապրել ուրիշ ոչ մի տեղ, քո ոտը դրածը պահից, երբ որ ոտքը դնում ես այդ դալիճի մեջ, անգամ դատարկ ժամանակ Աստծո ներկայությունը այնտեղ է։ Եվ խիստ կտրում է ով Միխայելը, եւ դու հնարավոր է նեղանաս, եւ ուղակի չմտնես այդ ներկայության մեջ, եւ այդ ներկայությունից մի կաթիլ չընկնի քո վրա, մի կաթիլ դու չվերապրես։ Ուզում եմ վերանայենք մեր կյանքը այսօր։ Ինչ որ ես խոսալու եմ, դա իրականում շատ պրակտիկ թեմա է։ Եվ ով Միխայելը խոսում էր սրա մասին կոնֆերանսում։ Ուզում եմ վերանայենք մեր կյանքը, ոնց որ Վանետը ասում էր։ Վերանայենք մեր որոշումները, վերանայենք մեր ընթացքը, նայենք մեր կյանքը, արդյոք բաներ, որոնց համար մեզ հանդիմանություն է արվում, արժե որ մենք նեղանանք դրա համար։ Թե պետք է մենք իմաստություն դրսևորենք, ընդունենք խրատ ու փոխվենք եկեղեցի։ Ընդունենք խրատ ու փոխվենք, որովհետև Աստծո փառքը հայտնվում է, երբ որ մենք փոխվում ենք։ Աստծո փառքը հայտնվում է, երբ որ մենք համաձայնվում ենք թլպատվենք։ Աստծո փառքը հայտնվում է, երբ որ մենք համաձայնվում ենք մեռնենք ինքներս մեզ համար, որպեսզի հարություն առնենք Տիրոջ համար։ Եվ ահա հայրը ում որ սիրում է նրան հանդիմանություն անում։ Եվ ասում է Լավոդիկեի եկեղեցուն, որ ոչ դու ոչ տաք ես, ոչ էլ սառն ես, դու գաղջ ես։ Եթե հիշում եք սրա մասին քարոզել է հովիվը, որ չլինի թե Աստված հիվանդանա քեզանով եւ փսխի քեզ։ Երբ որ դու գաղջ ես, քեզ թվում է թե դու հարուստ ես, որովհետև Աստծո խոսքը ասում է, դու ասում ես, որ դու հարուստ ես եւ ավելի հարստացար, բայց դու աղքատ ես, դու կույր ես եւ դու մերկ ես, ասում է Աստծո խոսքը եւ ասում է դեղ դիր աչքերիդ, որպեսզի տեսնես։ Այնինչի կարիք, որ մենք այսօր ունենք, դա հետևյալն է, դեղ տնենք մեր աչքերին, որպեսզի տեսնենք, որպեսզի կարողանանք տեսնել մեր գաղջությունը եկեղեցի, որը զզվելի է Աստծո աչքի առաջին։ Եվ ընդհանրապես սա կարծես թե օրինաչափություն է, որ երբ որ մարդը դադարում է վարվել Տիրոջ համար, իր գաղջությունը իրան թվում է արքայություն։ Երբ որ մարդը դադարում է վարվել Աստծո կրակից, երբ որ ծառայողը, երբ որ եկեղեցին, երբ որ հավատացյալը դադարում է վարվել Աստծո կրակից, խոսա իր հետ եւ ինքը ասում է, որ ինքը վարվում է։ Խոսա իր հետ եւ իր աչքին իր գաղջությունը չի երևում ուղակի։ Աստծո խոսքը ասում է դեղ դիր աչքերիդ, որպեսզի կարողանաս տեսնել։ Դեղ դիր աչքերիդ, որպեսզի տեսնես քո գաղջությունը։ Դեղ դիր աչքերիդ, որպեսզի տեսնես քո մերկությունը։ Դեղ դիր աչքերիդ, որպեսզի տեսնես քո աղքատությունը։ Դեղ դիր աչքերիդ, որպեսզի տեսնես քո թշվառությունը։ Դեղ դիր աչքերիդ, որպեսզի տեսնես, որ քո սիրտը այլևս չի վարվում Աստծո համար։ Այնինչի կարիք, որ ես եւ դու ունենք, դա Աստծո կրակն է։ Այնինչի կարիք, որ ես եւ դու ունենք, դա կրակն է երկնքից։ Այնինչի կարիք, որ ես եւ դու ունենք, դա վարվելն է Տիրոջ համար։ Մերօրյա եկեղեցու ամենամեծ դժբախտությունը եկեղեցի դա գաղջ վիճակն է։ Երբ որ ես նոր էի ապաշխարել, ես հիշում եմ, որ չկար այնպիսի ինֆորմացիայի տեղատարապ, ինչպիսին որ հիմա է։ Չկար այնպիսի հայտնություններ խորը կառուցողական, ինչպիսին որ հիմա է։ Չկար այնպիսի ուժեղ Աստծո ներկայության դրսևորում, ինչպիսին որ հիմա է։ Եվ ամբողջ աշխարհում, երբ որ մենք տեսնում ենք, այլևս չկա ինֆորմացիայի պակաս, չկա ինֆորմացիայի կարիք, չկա եթե քեզ պետք է ինչ-որ մի բան դու լսես, ինչ-որ մի քարոզիչի լսես, բավականին հեշտ է դարձել անգամ YouTube բրաուզերով, Yandex բրաուզերով թարգմանել YouTube-ի քարոզները անգլերենից եւ լսել ռուսերեն հնչողությամբ։ Եվ այն ժամանակ, որ ես ապաշխարել էի, չկար նման բան, չկար ինտերնետ։ Այն ժամանակ, որ ես ապաշխարել էի, նոր թևակողում էր ժամանակահատվածը վիդեոկասետներից դեպի դիսկերը։ Եվ մարդիկ DVD-ներ էին առնում, որպեսզի կարողանան նայեն քարոզներ։
Մարդիկ DVD-ներ էին առնում, որպեսզի վճարում էին, որպեսզի կարողանան լսեն հայտնություններ, բայց հիմա չկա հայտնության պակաս։ Հիմա չկա ինֆորմացիայի պակաս։ Հիմա մտնում ես համացանց եւ տեսնում ես, որ Աստծո մարդիկ ծառայում են, տեսնում ես Աստծո մարդիկ քարոզում են եւ դու հեշտությամբ կարող ես վերցնել, բայց այն ինչ որ պակասել է, որը ես ավելի եմ կարևորում իմ ապաշխարության օրվանից մինչեւ հիմա, դա Աստծո կրակն է, ժողովուրդ։ Եթե չկա Աստծո կրակը, ինչի համար են քեզ պետք այն հայտնությունները, որոնք քեզ չեն բռնկելու։ Եթե չկա Աստծո կրակը, ինչի համար է քեզ պետք ինֆորմացիան, որը չի աշխատելու քո կյանքի մեջ։ Եթե չկա Աստծո կրակը, Աֆրիկայի ջունգլիներում, երբ որ մարդիկ ապաշխարում են, հավատացեք, իրանք ընդհանրապես հեռու են ինֆորմացիայից եւ չունեն հայտնությունների այն քանակը, որ ունեն ես եւ դու։ Բայց նրանք վարվում են եւ երբ որ հարկ է լինում, նրանք գինը վճարում են իրանց կյանքով։ Երբ որ հարկ է լինում, նրանք մեռնում են Քրիստոսի համար։ Երբ որ հարկ է լինում, նրանք սպանվում են Քրիստոսի համար։ Այն ինչ որ պետք է ինձ ու քեզ, դա Աստծո կրակն է, ժողովուրդ։ Այն ինչ որ պետք է ինձ ու քեզ, դա վարվելն է Սուրբ Հոգու կրակից։ Ինչ անել, որպեսզի կրակը հայտնվի։ Հոյ Միխայելը հարց էր բարձրացնում եւ ասում էր. պատրաստ ես արդյոք դառնալ կենթանի զոհասեղան։ Պատրաստ ես արդյոք դառնալ կենթանի զոհասեղան Տիրոջ առաջ։ Հռոմեացիներ 12:1 ասում է, որ մեր անձերը ներկայացնենք որպես կենթանի զոհ, կենթանի պատարագ, սուրբ եւ աստվածահաճո։ Պատրաստ ենք արդյոք մեր անձերը դնել զոհասեղանի վրա եկեղեցի։ Պատրաստ ենք արդյոք մեր անձերը դնել կրակի հայտնվելու համար։ Հին ուխտում ամեն ժամանակ զոհասեղանի վրա զոհ կար եւ Աստծո կրակը չէր մարում հին ուխտում։ Կրակը գալիս է զոհի վրա, կրակը իջնում է զոհի վրա, կրակը իջնում է այնտեղ, որտեղ դրված է իմ ու քո կյանքը զոհասեղանին։ Զարմանալի է թվում ժամանակակից քրիստոնեության մեջ, երբ որ մարդիկ նեղանում են զոհաբերությունների պատճառով եւ հեռանում են եկեղեցիներից։ Երբ որ մարդիկ նեղանում են տասանորդների պատճառով եւ հեռանում են եկեղեցիներից, ես ասում եմ քեզ եկեղեցի, որ Աստված քեզանից ուզում է քո կյանքը, Աստված ուզում է քեզանից, որ դու լինես զոհասեղանի վրա, Աստված ուզում է քեզանից, որ քո սիրտը վառվի զոհասեղանի վրա, Աստված ուզում է քեզանից, որ քո կյանքը վառվի զոհասեղանի վրա։ Ինչի մասին է խոսքը, որ դու կարող ես 1000 դրամ սեմ ցանել եկեղեցում։ Ինչի մասին է խոսքը, որ դու կարող ես 10-որդ տալ եկեղեցում։ Ինչի մասին է խոսքը, որ դու կարող ես նեղանալ ֆինանսական զոհաբերությունից։ Բոլոր այն մարդիկ, ես չեմ վախենա ասեմ եւ վստահ եմ իմ այս հայտարարության մեջ բոլոր այն մարդիկ, ովքեր երբևիցե հարցականի տակ են դնում զոհաբերությունները եւ տասնորդները, բոլոր այդ մարդիկ դադարել են վարվել Աստծո համար։ Եթե դու վարվում ես Տիրոջ համար, քեզ համար չի կարող հարց լինել։ Որովհետև քո կյանքն է դրված զոհասեղանին։ Միթե կարող է քո աշխատավարձի 10%-ի չափը ավելին լինել քո կյանքից։ Միթե կարող է այն զոհաբերությունը, որ դու անում ես, ավելին լինել քո կյանքից։ Աստված քեզանից ուզում է ամբողջը։ Աստված քեզանից ուզում է քո սիրտը։ Աստված ինձանից ուզում է իմ սիրտը, ուզում է իմ կյանքը, որպեսզի այն վառվի։ Ինչի մասին է խոսքը, որ կարող է հարց բարձրանալ, որ ես այստեղ զոհ չեմ անի։ Ինչի մասին է խոսքը, որ իմ զոհաբերությունները, երբ որ ես զոհ եմ արել, ինձ չեն հրավիրել հյուրասիրության, ես կգնամ ես եկեղեցուց։ Դու դադարել ես վարվես։ Դու դադարել ես վարվես։ Եվ սա է պատճառը, որ ամենափոքր թվացյալ բանը քեզ համար թվում է մեծ խնդիր ու խնդրեմ, որի պատճառով դու կարող ես գնալ եկեղեցուց։ Ես ուզում եմ հարց տամ, իսկ ինչպես կլինի քո փրկության հարցը։ Չես վախում կորցնես փրկությունդ։ Այո, ես այնպիսի եկեղեցում եմ, որ խոսացվում է նրա մասին, որ դու կարող ես կորցնել քո փրկությունը։ Այստեղ չի խոսացվում հիպերշնորհքի մասին։ Շնորհքը չի տրվում մարդուն անելու ինչ որ ինքը ուզում է։ Շնորհքը տրվում է մարդուն ապրելու Աստծո կամքով։ Եվ փրկությունը, որ երբևիցե դու ստացել ես, հնարավոր է, որ դու կորցնես, եթե դադարես վարվես Աստծո համար։ Բոլոր հայտնությունները քո կյանքի մեջ գործածելի եւ իրական են դառնում, երբ որ դու վարվում ես Աստծո համար։
Բոլոր հայտնությունները իմ կյանքի մեջ դառնում են իսկական գործուն, պրակտիկ, երբ որ ես վարվում եմ Տիրոջ համար։ Այն ինչ որ պետք է ինձ ու քեզ, դա Աստծո կրակն է եկեղեցի։ Այն ինչ որ պետք է ինձ ու քեզ, դա Աստծո կրակն է։ Եթե դու սառը լինեիր, Տերը ասում է Երանի թե դու սառը լինեիր, որովհետև երբ որ մարդը սառն է, ինքը հասկանում է, որ իրան պետք է Աստծո կրակը։ Երբ որ Եղիսեն պատրաստեց զոհասեղանը եւ կտրտեց զոհը եւ դրեց փայտերի վրա եւ ջուր լցրեց այդ փայտերի վրա, ես ասում եմ, որ այդ սառած զոհը եւ այդ սառած փայտերը սպասում էին Աստծո կրակին։ Եթե դու սառը լինեիր, դու կհասկանայիր, որ դու կրակի կարիք ունես եւ կսպասեիր Աստծո կրակին, կբարձրանայիր զոհասեղանի վրա եւ կսպասեիր Աստծո կրակին։ Բայց քանի որ դու գաղջ ես, քեզ թվում է թե դու հարուստ ես, քեզ թվում է թե դու հասել ես, քեզ թվում է թե դու վարվում ես, քեզ թվում է թե դու ունես ամեն բան, քեզ թվում է թե դու օրհնված ես, քեզ թվում է թե դու հայր Աբրահամից ավելի խիստ օրհնված ես։ Գաղջությունը մեր օրյա քրիստոնեության ամենամեծ թշնամին է եկեղեցի։ Մենք փնտրում ենք հաճախ թշնամիներ մեր կողքինների մեջ, մենք փնտրում ենք թշնամի մեր հովիվների մեջ, մենք փնտրում ենք թշնամի մեր առաջնորդների մեջ, մենք անգամ այո, բոլորից թշնամի սատանան է, մենք փնտրում ենք թշնամի սատանայի մեջ, փակելով մեր աչքերը մեր իսկ սեփական գաղջության վրա։ Որովհետև երբ որ մարդը գաղջ է, հասկանում ես, ինքը գոլ է, ինքը սառը չի, ինքը գոլ է եւ ահա խաբուսիկ ջերմաստիճան։ Կարծես թե ինքը մոտ է վարվելուն, բայց ինքը չի վարվում։ Տերը գալիս ու մերկացնում է Լավոդիկե եկեղեցուն, ասում է, որ դու թշվառ ես, ասում է, որ դու մերկ ես, ասում է, որ դու աղքատ ես, եւ ահա Տերը խորհուրդ է տալիս, Տերը խորհուրդ է տալիս ինձ ու քեզ, ասելով կրակի մեջ թրծված ոսկի առինձանից, Տերը խորհուրդ է տալիս, ասելով գինը վճարիր կրակ ունենալու համար։ Տերը խորհուրդ է տալիս քեզ, որ դու գինը վճարես կրակ ունենալու համար։ Պատրաստ ես արդյոք դառնալ կենդանի զոհասեղան։ Կրակի մեջ թրծված ոսկի։ Իսկական հարստությունը մարդու կյանքի մեջ գալիս է այն ժամանակ, երբ որ մարդը վարվում է Աստծո համար։ Երբ որ դու վարվում ես Աստծո համար, դու մղվում ես Տիրոջը ծառայես։ Դու անգամ չես էլ մտածում ֆինանսների մասին, եւ Տերը սկսում է քեզ օրհնել, եւ այդտեղից էլ սկսվում է իսկական հարստությունը։ Տիրոջ օրհնությունը բերում է հարստություն եւ նրա այդ տրտմություն չի խառնում։ Հարստացնում է եւ նրա այդ տրտմություն չի խառնում։ Ահա Տիրոջ օրհնությունը վարվող մարդու համար, երբ որ մարդը վարվում է եւ սկսում է ծառայել Աստծուն։ Ինձ եկեղեցում ծառայություն չտվեցին։ Ինձ եկեղեցում հանել են բոլոր ծառայություններից։ Ինչպես կարող եմ ես ծառայել Աստծուն, եթե ինձ հանել են բոլոր ծառայություններից։ Ամբողջ աշխարհը բեմահարթակ է եկեղեցի։ Աստծո խոսքը ասում է, որ արարչագործությունը սպասում է Աստծո որդիների ի հայտ գալուն։ Ամբողջ արարչագործությունը սպասում է քեզ որպես Աստծո որդու, որպեսզի դու գնաս նրա մոտ, որպեսզի դու տանես Քրիստոսին նրա մոտ, որպեսզի դու տանես ավետարանը նրա մոտ, ունենալով այդքան շատ հայտնություններ, ունենալով այդքան շատ ինֆորմացիա, արարչագործությունը սպասում է քեզ, որ դու հասցնես դա նրան, բայց խնդիրը նա է, որ դու չես վարվում Աստծո համար։ Եվ դրա համար էլ ոնց որ ռուսերենում հետաքրքիր արտահայտման ձև կա, երբ որ ասում են նիախոտա, քո համար նիախոտա է, գնաս ու ծառայես, գնաս ու տանես ավետարանը։ Մենք գիտենք էս, մենք գիտենք այն, մենք ուսուցում ունենք, մենք ամեն բան լավ է, բայց ամեն բան չի աշխատում, երբ որ մենք չենք վարվում եկեղեցի։ Ամեն բան դադարում է գործել, երբ որ մենք չենք վարվում։ Աստծո խոսքը ասում է Լաոդիկե եկեղեցուն, ինձանից կրակի մեջ թրծված ոսկի առ։ Կրակի մեջ է, որ դու թրծվում ես։ Կրակն է, որ քեզ ձևավորում է։ Կրակն է, որ քեզ թրծում է։ Կրակն է, որ այն զնդանն է, որի մեջ դու ձևավորվում ես Աստծո կամքի համաձայն։ Կրակը, զոհասեղանը այն զնդանն է, որի վրա Տերը քեզ հարվածում է մուրճով եւ քեզանից ստանում է այն ֆիգուրան, ինչ որ ինքը ուզում է քեզանից ստանա։ Կրակի մեջ է, որ դու քեզանից դուրս ա գալիս այդ մաքուր ու անարատ ոսկին, որը հաճելի է Տիրոջը, որը համապատասխանում է Տիրոջ բնավորությանը։ Սպիտակ հանդերձ ասում է ինձանից, որպեսզի ծածկես քո մերկությունը,
որպեսզի ծածկես քո մերկությունը, երբ որ մարդը, երբ որ եկեղեցին դադարում է վառվել, ինքը այլևս մեր կա եւ խոցելի։ Երբ որ եկեղեցին դադարում է վառվել, ինքը այլևս մեր կա եւ ամոթի մեջ է գտնվում։ Ամոթխած իրավիճակում է գտնվում, չվառվող եկեղեցին։ Երբ որ մտնում ես եկեղեցիներ եւ ծառայություն ա գնում, եկեղեցական ծառայություն ա գնում եւ այնտեղ չկա Աստծո ներկայության գետ մի կաթիլ նշույլ։ Ուղղակի չկա Աստծո ներկայության մի նշույլ եւ դու չես էլ համարցակվում քո բերանը բացես ու ասես դա, որովհետեւ հասկանում ես, որ դու գտնվում ես Աստծո հարսի, Աստծո մարմնի մեջ, Աստծո եկեղեցու մեջ, բայց այնտեղ չկա Աստծո ներկայությունը, որովհետեւ եկեղեցին դադարել է վառվել։ Որովհետև եկեղեցին դադարել է վառվել Աստծո կրակից։ Տեղ դիր աչքերիդ։ Կրակը անսանձելի է։ Կրակը ճչացող բան է։ Կրակը չի համադրվում հոգևոր երեսպաշտության հետ։ Վայ ազի, սիրում եմ քեզ։ Բոլոր սեր եմ փնտրում։ Տենց երկ կա աշխարհիկ սիրո մասին, որ սերը պակասել է։ Բոլոր սեր եմ փնտրում եկեղեցի, բոլորը սեր են ուզում։ Ուզում են, որ իրանց նկատմամբ ուշադրություն լինի։ Ուզում են, որ իրանց ուշադրություն դարձնեն եկեղեցում։ Ուզում են, որ իրանց մեծարեն, իրանց ծափարեն, իրանց գովաբանեն։ Ոչ մեկ չի ուզում մեռնի, ոչ մեկ չի ուզում թլպատվի, ոչ մեկ չի ուզում բարձրանա զոհասեղանի վրա այնտեղ, որտեղ ոչ ոք չի տեսնում իրան, այնտեղ, որտեղ միայն Աստված է ու ինքը։ Ոչ մեկ չի ուզում դա։ Որպեսզի ունենաս ճեղքում, քեզ կրակ է պետք։ Գիտեք, ինչու են խնդիրները ժամանակակից եկեղեցում։ Ես գրել եմ, ինչու այդքան շատ խնդիրներ հավատացյալների կյանքում, որովհետև դադարել ենք վառվել։ Ինչու շատ ֆինանսական խնդիրներ հավատացյալների կյանքում։ Երբ որ մենք առաջի օրը տարան արդեն ինձ ու Հովիվ Ալեքսանդրին, Հովիվ Միխայելի հետ հանդիպման, շատ լավ էր, որովհետև այդտեղ ես էի, Հովիվ Միխայելն էր, Հովիվ Ալեքսանդրն էր ու երկու բիզնեսմեն էին ուրիշ քաղաքից, ամուսիններ։ Եվ եւս մի մարդ էր իր հենց տեղական եկեղեցուց, Հովիվ Միխայելի օգնականներից։ Իրան բավականին մոտ կանգնած մարդկանցից մեկն էր։ Եվ մենք միասին ճաշեցինք, միասին սրճեցինք եւ խոսում ենք, եւ այդ բիզնեսմենը, որ արդեն երկար ժամանակ էր Բրագայեշենսկում եւ անց էր կացրել բիզնես հանդիպումներ, նման արտահայտություն ինքը արեց, որը իրականում ցավ է եւ իրականում ցնցեց ինձ։ Մոտավորապես 78% ժամանակակից եկեղեցու գտնվում է կրիզիտների ու վարկերի մեջ։ Մոտավորապես 78% եւ սա անանուն հարցումների արդյունք է։ Մի եկեղեցի չէ, երկու եկեղեցի չէ, 3 եկեղեցի չէ։ Եվ Հովիվ Միխայելը ասեց ինձ հետաքրքիր է իմ եկեղեցու վիճակը, թե ինչպիսին է իմ եկեղեցու վիճակը, թե ինչպիսին է ստատիստիկան, վիճակագրությունը իմ եկեղեցում։ Եվ Հովիվ Միխայելը ասեց բավականաչափ ես զինել եմ եկեղեցուն, որ եկեղեցին վարկեր չվերցնի, բավականաչափ ես զինել եմ եկեղեցուն, որ եկեղեցին կրիզիտներ չվերցնի։ Եվ ասեց կան մարդիկ, որոնց որ ես գիտեմ, որ իրանք վերցրել են, որոնց ես գիտեմ եկեղեցուց, որ իրանք վերցրել են, բայց հետաքրքիր է ինձ ընդհանուր վիճակը եկեղեցու, անանուն, որտեղ ոչ մեկի անունը չի բացահայտվում եւ մարդիկ անկեղծանում են, որ իրանք կրիզիտներ ու վարկեր ունեն։ Երբ որ մարում է Աստծո կրակը եկեղեցի, մենք սկսում ենք դրա մեջ վատ բան չտեսնել։ Մենք սկսում ենք մեղքի մեջ վատ բան չտեսնել, մենք սկսում ենք բոլոր այն արգելված բաների մեջ վատ բան չտեսնել, ինչը որ արգելված է մեզ համար։ Եվ վրա է հասնում մյուս խորամանկությունը, գիտեք, իմիջայլոց ասեմ, խորամանկ հավատացյալներից խորամանկ մարդ չկա։ Երբ որ հավատացյալները սկսում են խորամանկել, սա ահավոր բան է։ Իրանք սուտը ճշմարտության տեղ են ներկայացնում։ Համոզում են իրանք իրանց, որ դա ճիշտ է։ Չհարցնելով ու նկատի չունենալով գործողությունների մեջ Աստծո կամքը կամ Աստծո խոսքը կամ այն ինչ որ ասում Աստված, չհարցնելով եւ ի նկատի չունենալով, եթե դու չես վերցնում
ինքդ, բայց վերցնում ես ուրիշի անունով, որն է տարբերությունը, դու վերցնում ես կեղտը ուրիշի ձեռքով։ Միթե Աստված դա չի տեսնում, եկեղեցի։ Միթե Աստված դա չի տեսնում, երեք հավատացյալները ասում են, դե մեկը իրան տալիս են, ինձ չեն տալիս։ Լուրջ։ Մտածում ես, որ խաբեցիր Աստծուն, մտածում ես, որ խաբեցիր Տիրոջը, թե խաբում ես ինքդ քեզ, թե փորձում ես խաբես, որ իրան չեն տալիս, ինձ չեն տալիս, ես կվերցնեմ դա իր անունով ու դա արդարացված է։ Դու մեղք ես գործում Աստծո առաջ։ Դու մեղք ես գործում Տիրոջ առաջ ու չես տեսնում դրա մեջ այլևս վատ բան, որովհետև դադարել ես վարվես։ Ինչու կորուստներ, ինչու սխալներ, ինչու անորոշություն, որովհետև դադարել ես վարվես։ Վարվող մարդու կյանքի մեջ անորոշություն չկա, եկեղեցի։ Վարվող մարդու կյանքի մեջ երկու կարծիք չկա, եկեղեցի, իր մոտ մի կարծիք է, ծառայել Աստծուն, անել ամեն բան, որպեսզի Աստծո անունը փառավորվի։ Ո Միխայելը ասում է, մի օր ասում է Աստված ինձ խոդի գցեց։ Աստված ինձ բռնկեց մի օր, եւ ես մինչև այսօր բռնկված եմ։ Աստված ինձ մի օր բռնկեց, եւ ես մինչև այսօր բռնկված եմ, ասում է Աստծո մարդը։ Եվ դու դա տեսնում ես իր կյանքի մեջ, իր ամբողջ ժամանակը առավոտվանից մինչև երեկո ամենաառաջին մարդը, որ եկեղեցում էր, մենք գնում ենք ու ինքը այնտեղ էր, դա Հովիվ Միխայելն էր։ Ամենավերջին մարդը, որ դուրս էր գալիս եկեղեցուց, դա Հովիվ Միխայելն էր։ Եվ իր ամբողջ օրը պլանավորված է, եւ իր ամբողջ ժամանակը լցրած ու ծրագրավորած է։ Իր կյանքի մեջ գոյություն չունի անորոշություն։ Ինչու կա անորոշություն, որովհետև դադարել ենք վարվել Աստծո համար։ Երբ որ կրակը դադարում է, վրա է հասնում կործանումը։ Երբ որ կրակը դադարում է, վրա է հասնում կործանումը մեր կյանքերի մեջ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ժամանակները գնալով, քանի մոտենում ենք վերջին օրերին, եկեղեցին գնալով թուլանում ու թուլանում է ժողովուրդ։ Աստծո եկեղեցին գնալով թուլանում ու թուլանում է։ Եկեղեցին, գիտեք, երբ որ մենք ասում ենք եկեղեցի, մենք բոլորս գիտենք, որ եկեղեցին դա մենք ենք, բայց չգիտեմ խի մենք պատկերացնում ենք շինությունը։ Երբ որ ասում են, որ եկեղեցին թուլանում, այն նկատի ունեմ մեզ հավատացյալներից, վերստին ծնված, Սուրբ Հոգով լցված հավատացյալներից, ջրով մկրտված, Սուրբ Հոգով մկրտված, մենք գիտենք բոլոր սահմանումները։ Մենք գիտենք բոլոր խոսքերը, մենք գիտենք ում ինչ խոսքով պատասխանենք, մենք գիտենք Աստծո խոսքից որտեղը հարմարացնենք մեր սիտուացիա իրավիճակի մեջ, որպեսզի մենք ճիշտ գտնվենք Աստծո խոսքի համաձայն։ Բայց փաստը ցույց է տալիս, որ եկեղեցին թուլացել է։ Ամբողջ աշխարհում 2000-ականների սկզբներին, 1900-ականների վերջերին եւ 2000-ականների սկզբներից ի վեր չկա նոր բարձրացած մի Աստծո մարդ, ում կարա եկեղեցին մատնանշի։ Պատճառը Աստծո մարդկանց չբարձրանալու, չվարվող եկեղեցիներն են։ Աստծո մարդիկ ձևավորվում են եկեղեցիներում։ Աստծո մարդիկ ձևավորվում են ուրիշ Աստծո մարդկանց ծառայություններում։ Աստծո մարդիկ ձևավորվում են ուրիշ հովիվների ծառայություններում։ Յոմ Կիչոն աշխարհի ամենամեծ եկեղեցու հովիվը իր ծառայության սկզբում եղել է ինչ որ մի եկեղեցում հնչյունային օպերատոր։ Նայենք Բենի Հինին, նայենք Ռոդ Փարսլին, նայենք Տիտի Ջեքսին, բոլոր այն մաքուր Աստծո մարդկանց, ում որ մենք ընդունում ու լսում ենք, իրանք երբևիցե ծառայել են ինչ որ մի Աստծո մարդու հոգևոր հովանավորության տակ, խոնարհեցնելով իրանց անձերը եւ համաձայնվելով փոխվել։ Եվ այս ժամանակների մեջ թուլացած եկեղեցիները ծնում են թուլացած ու դեգեներացված հասարակություն։ Թուլացած եկեղեցիները ծնում են թուլացած հասարակություն։ Բլագայաշենսկը ստեից հեռու է շատ աննկարագրելի ու անբացատրելի շատ ժողովուրդ։ Դա հասկանում ես այդ հեռավորությունը, երբ որ մի անգամ գնում ու գալիս ես։ Եմ ցանկանում, բայց կուզեմ, որ ինչ որ մեկը երկար մարշրուտներով գնաք։ Գնաք Սոչի, հետո ընդդեից Եկատերինբուրգ, հետո ընդդեից Բլագայաշենսկ։ Մի երկու օր գնաք տենց ու հասկանաք դա ինչ տանջանք է այդ ժամանակի առումով, դա ինչ տանջանք է այդքան նստած մնալը։ Գիտեք, դուք չեք կարող 2 ժամ նստեք եկեղեցում, բայց դուք այնտեղ ստիպված եք 4 ժամ ու կես նստել ինքնաթիռի մեջ։
Չենք կարողանում 2 ժամ նստել Աստծո ներկայության մեջ, բայց ստիպված ենք 4 ժամ ու կես նստել ինքնաթիռների շարժիչների ձայնի մեջ։ Նստել ինչ որ մի համառ կապրիզնի երեխայի լացի ձայնի մեջ։ Սա աբսուրդ է, ժողովուրդ։ Երբ որ գնում հասնում ես Բլագարեշենսկ, հավատացեք, այդ մեծ եկեղեցում անգամ, այդ ուժեղ եկեղեցում անգամ կան համարձակվում են լինել մարդիկ, ովքեր որ ոչինչ չեն վերցնում դրանից, ովքեր որ տարիներով այդ եկեղեցում են, եւ տեսնում ես այդ մարդկանց կյանքի մեջ հանգած վիճակ։ Հոյ Միխայելը ասում էր, դու կարիք ունես քու փոքր ճրակը վերցնես ու գասես մեծ կրակի խարույկի մոտ։ Ի նկատի ունենալով իրան ու իր ծառայությունը, որովհետև ասում էր, ես մի անգամ բռնկվեցի եւ այլևս չեմ հանգչում։ Մի անգամ Աստված ինձ բռնկեց եւ մինչեւ այսօր ես բռնկված եմ։ Երբ որ հասնում ես եկեղեցի, քեզ թվում է թե այդ եկեղեցին ընդհանրապես այդ քաղաքի մեջ չի։ Քեզ թվում է թե այդ եկեղեցին ընդհանրապես կապ չունի այդ քաղաքի հետ։ Եվ այնտեղ մնացել են հաշված հին ռուսական տներ, բայց այնինչ որ փաստա, ժողովուրդ, այնինչ որ փաստա, գտնվելով այդ եկեղեցում, դու հասկանում ես, որ այս եկեղեցին փոխում է այս քաղաքին։ Դու հասկանում ես, որ այս եկեղեցին ազդում է այս քաղաքի վրա։ Դու հասկանում ես, որ այս եկեղեցին պատճառը, որ այս քաղաքի մեջ բարձրահարկ շենքեր են կառուցվում, որովհետև ազդեցություն կա հոգևորապես, երբ որ եկեղեցին հոգևորապես այլևս չի ազդում հասարակության վրա, դեգեներացիա է սկսվում։ Երբ որ եկեղեցին հոգևորապես այլևս չի ազդում հասարակության վրա, գիտեք ինչ ձևի սերունդներ են առաջանում ու ծնվում։ Տղաներ, որոնց չես տարբերում աղջիկներից, աղջիկներ, որոնց չես տարբերում տղաներից։ Դու հանդիպում ես բարձրացող մի սերունդի, որը ընդհանրապես կապ ու աղերս չունի քո իմացած իսկական տղամարդկային սերունդի հետ, քո իմացած իսկական կանացի սերունդի հետ։ Եվ պատճառը հնարավոր է դուք ասեք ինչ կապ ունի եկեղեցին դրա հետ։ Երբ որ եկեղեցին վառվում է, եկեղեցին սկսում է ազդել երկրի վրա, եկեղեցին սկսում է ազդել քաղաքի վրա, եկեղեցին սկսում է փոխել պատմություն, եկեղեցին սկսում է փոխել մշակույթ, եկեղեցին սկսում է ստեղծագործել, արարել։ Երբևիցե բոլոր արտության պատմությունները, որ դու կարդում ես, որ դու իմանում կամ լսում ես, դա արել են վառվող մարդիկ։ Եթե անգամ այնտեղ եղել է մի կին, որ վառվել է, նա արտնություն արել այդ երկրի մեջ։ Եթե անգամ այնտեղ եղել է մի տատիկ, որ վառվել է այդ արտության մտքից եւ գաղափարից, նա արտնություն արել այդ երկրի մեջ։ Նա արտնություն արել այդ քաղաքի մեջ, փոխելով ժամանակների ընթացքը, փոխելով հասարակությունը, ազդելով հասարակության վրա, ժողովուրդ, ազդելով հասարակության վրա, փոխել է ամբողջ ընթացքը պատմության։ Երբևիցե արտնություն արած ցանկացած մարդ ինքը վառվող մարդ է եղել Աստծո համար։ Ինքը վառվել է Աստծո համար։ Ինչու չկան այլևս նոր բարձրացող Աստծո մարդիկ։ Երբևիցե հարցրել ես քեզ, երբևիցե այդ հարցը առաջացել է քո մոտ, թե չէ։ Այդ հարցը շուտվանից կա իմ մոտ։ Ես նայում եմ ու ասում եմ, Տեր, ինչու այլևս չկան Աստծո մարդիկ, ովքեր որ նոր բարձրանալուց կլինեն, երիտասարդ, մոտավորապես գոնե 40 տարեկան, գոնե 45 տարեկան, ովքեր որ ծնված են 1980-ականներից հետո եւ իրանք հիմա արդեն պետքա իրանք ծառայության փառքի մեջ լինեն։ Պետքա իրանք ծառայության են ուժեղ պիկին հասած լինեն արդեն, կամ գոնե ծառայելուց լինեն, կամ գոնե դա նշмарվեր, այլևս չկա, որովհետեւ թուլացել է եկեղեցին։ Որովհետեւ թուլացել ենք ես, թուլացել եմ ես, թուլացել ես դու, թուլացել ենք մենք բոլորս, ժողովուրդ։ Հայտնության երկրորդ գլուխը կուզեմ կարդանք 20-րդ խոսքը։ Գիտեք, շատերը այդ քնում եք։ Սա խոսում է կրակի բացակայության մասին։ Շատ հազվադեպ դեպքեր կան, որ արդարացված է քնել է եկեղեցին։
Լագայաշենսկում ծառայություն էր արվում։ Առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան, երբ որ մենք 8-ին դուրս ենք գալիս, տանից մեր հետևից են գալիս։ Ու մենք տուն էինք հասնում 11:30, 11-ին։ Եվ այդ ամբողջ ընթացքը մենք ծառայության մեջ ենք, 2 օր, ամբողջ ընթացքը։ Քո ֆիզիկական մարմինը այլևս իզորու չի տանի այդ ծանրաբեռնվածությունը, հատկապես քո չկոփված ֆիզիկական մարմինը։ Որովհետև մեր ծառայությունները մենք մի ժամ աղոթում ենք, շատերը ձանձրանում են, շուտ են տուն գնում։ Մեր ծառայությունները մենք 2 ժամ ու կես մինչև 3-ը մաքսիմում 12-ից մենք ծառայություններ ենք անում, շատերը ձանձրանում են, տուն են գնում կամ վերցնում են իրանց իրերը պատրաստված, որպեսզի հենց հույվ ասի ամեն, հույվը ասել է ա, ինքը արդեն վառոդի մոտ է։ Մինչև մեն ասի տուն կհասնի։ Հայտնության 2:20-ը։ Տեսեք դուք ակտիվանում եք, երբ որ հումորային ինչ-որ բան է ժողովուրդ։ Բայց երբ որ հոգևոր բաներ ա, մենք մեռնում ենք, մենք ուղակի հանգչում ենք, վсё, չկա այլևս, մենք չենք երևում։ Հովս թե ասում է աղաղակեք, ни за что։ Մեր ձայնը չի դուրս գալիս, մեր ներսից մեր ձայնը չի դուրս գալիս։ Իսկ փորձից չաղաղակես Հովիվ Միխայելի ծառայության մեջ։ Ծառայությունը ընթանում է։ Ու հնենց մթնոլորտ է ձևավորվում, եկեղեցում հնենց մթնոլորտ է ձևավորվում, որ կներեք իհարկե, որ ես նման ձև եմ արտահայտվում, դու ուզում ես հանես քո հագից մինչև քո վերջին նասկին ու զոհ հանես այնտեղ։ Դու ուզում ես հանես քո հագից ու զոհ հանես այնտեղ։ Զոհ հանես այդ մթնոլորտի մեջ, անգամ չմտածելով, թե հետո ինչ կունենաս, չմտածելով, թե հետո ոնց կլինի։ Եվ բոլոր մարդիկ այդ եկեղեցում, ովքեր Հովիվ Միխայելի ծառայության մեջ են, հավատացեք բարգավաճում են։ Բարգավաճում ու աճում ու մեծանում են, թե ֆինանսապես, թե ֆիզիկապես, թե հոգևորապես։ Աստված իրական է, հրաշքները իրական են, պատճառը վառվող կրակն է։ Եթե դու ուզում ես իրական Աստծո ներգործություն, իրական Աստծո միջամտություն քո կյանքի մեջ, դու պետք է վառվես։ Չկա ուրիշ տարբերակ ժողովուրդ։ Եկեղեցու համար չկա ուրիշ տարբերակ։ Դու չես կարող փրկվել հայտնությունների առատությամբ, բայց միայն վառվելով Քրիստոսի համար դու կարող ես փրկվել։ Երբ որ Ռիչարդ Վուրմբրանդը կոմունիստական Ռումինիայի բանտում էր 14 տարի, ինքը ասում է, որ իմ գլխից ամբողջությամբ ջնջվել էր Աստվածաշունչը։ Եվ ես չէի հիշում Աստծո խոսքից, գոնե մի տեղ ես Աստծո խոսքից չէի հիշում, որով կկարողանամ կանգնել, որով կկարողանամ աղոթել։ Ես չէի հիշում, ասում եմ, բայց ես կարողանում էի ասել մի բան. Հիսուս, սիրում եմ քեզ։ Հիսուս, սիրում եմ քեզ։ Եվ ասում եմ, նա մի օր հայտնվեց իմ բանտախցում եւ ասեց. Ռիչարդ, եթե ուզում ես իմանաս, թե որքան ավելի շատ ես եմ սիրում քեզ, սերը դա վառվող բան է ժողովուրդ։ Սերը դա վառվող բան է եկեղեցի։ Երբ որ դու սիրում ես Հիսուսին, քո սիրտը վառվում է նրա համար։ Եվ միայն կրակը բավական է, որ դու փրկվես։ Վառվելով Հիսուս Քրիստոսի համար ավելի, քան որևէ մի այլ բանի համար։ Հայտնության 2:20-ը։ Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թույլ ես տալիս Հեզաբելին, այդ կնոջը, որ իրեն մարգարուհի է կոչեմ, իմ ծառաներին ուսուցանի եւ մոլորեցնի, որ պոռնկություն անեն եւ կուրքերին զոհած միս ուտեն։ Թույլ տվեք ես հետևից գամ այս խոսքը, կուրքերին զոհած միս ուտեն։ Ընդհանրապես սա իմ հայտնությունն է, որի մասին հետո նաև լսել եմ Հովիվից։ Ցանկացած մատաղներ, որ անում են ձեր հարևանները աշխարհիկ եւ բերում են, մի զբաղվեք ինքնախապեյությամբ ասելով ես դա ուտում եմ որպես կերակուր։ Մի կերեք կուրքերին զոհվածը ժողովուրդ։ Մի կերեք կուրքերին զոհվածը, դա կուրքին զոհված է։ Դա տհաճ Աստծո առաջ, դա զզվելի Աստծո առաջ, դա անհաճելի Աստծո առաջ։ Դու հաղորդակցվում ես այդ կուրքին զոհացի հետ, դու հաղորդակցվում ես այդ կուրքի հետ, այդ դևի հետ, մի կերեք մատաղներ։ Ունեք ոչխար, խաշլամ արեք, կանչեք։ Բայց քո դեմ բան ունեմ, ասում է Աստծո խոսքը,
Տերը էլի ինչ որ բան ունի մեր դեմ։ Տեր ջան, հերիք չի մեր դեմ բաներ ունենաս։ Տերը մեր դեմ ընդհանրապես սկսում է բան չունենալ այն ժամանակ, երբ որ մենք լսում ենք իր խրատը, երբ որ մենք ապաշխարում ենք, երբ որ մենք փոխում ենք մեր սրտերը ու մոտեցումները։ Տերը սկսում է ոչ թե մեր դեմ բան ունենալ, այլ Տերը սկսում է մեզ կողմ բան ունենալ։ Տերը սկսում է մեզ համար բաներ ունենալ։ Տերը սկսում է մեզ համար պատրաստված բաներ ունենալ։ Հեզաբելին թույլ է տալիս ուսուցանել։ Հեզաբելին թույլ է տալիս, որ իմ մարգարեներին մոլորացնի եւ պոռնկություն անի նրանց հետ։ Բոլոր այն եկեղեցիները, որ դադարել են վարվել, գտնվում են Հեզաբելի կեղծ ուսուցման մեջ, գտնվում են Հեզաբելի կեղծ ուսմունքի մեջ եւ իմիտացիա են անում Աստծո ներկայությունը։ Փորձում են իմիտացիա անել Աստծո ներկայությունը, փորձում են իմիտացիա անել Աստծո կրակը, որովհետեւ գաղջ մարդը հակված է իմիտացիա անել ժողովուրդ։ Գաղջ մարդը հակված է իմիտացիայի, նա ասում է ես հարուստ էի եւ ահա հիմա ավելի հարստացա, սա իմիտացիա է, Տերը հայտնվում է եւ ասում է, որ դու թշվառ ու աղքատ ես։ Եկեղեցին, որ դադարել է վարվել, ինքը իմիտացիա է անում Աստծո ներկայությունը, որովհետեւ ինքը այլևս գաղջ վիճակի մեջ է գտնվում եւ սկսում է իմիտացիա, սա սուտ, Հեզաբելի համար պատրաստում է հող, որպեսզի Հեզաբելը հայտնվի եւ սկսի այդ եկեղեցին քանդել, որպեսզի Հեզաբելը հայտնվի եւ հոգեվոր շնություն տեղի ունենա եկեղեցու այդ ժողովուրդ։ Հեզաբելը ինքը ոգի ամեն գիտենք դա։ Եվ Հեզաբելի նպատակն է մարել այն ինչը որ վարվում է։ Հեզաբելի նպատակն է կանգնեցնել այն ինչը որ վարվում է։ Կամ եկեղեցին կսկսի վարվել, կամ սատանան կքանդի այդ եկեղեցուն։ Հովիվ Միխայել։ Կամ եկեղեցին կսկսի վարվել, կամ սատանան կքանդի այդ եկեղեցուն։ Չկա երրորդը ժողովուրդ։ Չկա երրորդը, երբ որ եկեղեցին դադարում է վարվել, Հեզաբելը սկսում է գործել այդ եկեղեցու մեջ։ Եվ Հեզաբելի նպատակն է կորուստը, Հեզաբելի նպատակն է պոռնկությունը, Հեզաբելի նպատակն է կռապաշտությունը, Հեզաբելի նպատակը կործանումն է։ Այո, երբ որ բացակայում է կրակը, այնտեղ կործանում է սկսվում։ Կրակը պաշտպանություն է ստեղծում իմ ու քո կյանքի մեջ, ժողովուրդ։ Կրակը Աստծո պաշտպանությունն է բերում իմ ու քո կյանքի մեջ։ Երբ որ դու վարվում ես Աստծո կրակից, սատանան վախենում է մոտենալ քեզ։ Նախքին սատանիստը վկայում եւ ասում է, որ երբ որ ասում է ես դուրս եի գալիս իմ մարմնից եւ հոգու մեջ տարածություններ էի անցնում, ես անեծքներ էի բաց թողնում բոլոր քաղաքների վրա, որոնցով որ ես անցնում էի։ Անեծքներ, մեղքեր, աղքատություն, կախարդություններ, շնություններ, նարկոմանիա, ալկոհոլ եւ նմանատիպ պղծություններ, որ գալիս է սատանայից, նա ասում է ես արձակում էի, բայց ես չէի կարողանում դա անել այնտեղ, որտեղ հավատացյալները միաբանության մեջ աղոթում էին, որովհետեւ ասում է ես տեսնում էի նրանց շուրջը կրակե պատնեշ։ Ես տեսնում եմ նրանց շուրջը կրակե պատնեշ, երբ որ քո կյանքի մեջ կրակ կա, դա պատնեշ է ստեղծում քո կողքերին։ Եվ սատանան չի կարողանում մոտենալ քեզ, եւ սատանան չի կարողանում անիծել քեզ, եւ սատանան չի կարողանում արձակել իր ոգիներին քո կյանքի մեջ, քո քաղաքի մեջ։ Եկեղեցին դրված է կրակ ապահովելու քաղաքի մեջ։ Եկեղեցին դրված է վարվելու քաղաքի մեջ։ Հիսուսը ասում է, որ դուք եք լույսը։ Հիսուսը ասում է այն քաղաքը, որը թմբի գլխին է, որը լեռան գլխին է, նա չի կարող ծածուկ մնալ, որովհետև նրա լույսերը երևում են։ Լույս տալիս է այն եկեղեցին, որ վարվում է Քրիստոսի համար։ Լույս տալիս է այն եկեղեցին, որ վարվում է ժողովուրդ։ Հեզաբելը մոտենում է Եղիային։ Հեզաբելը փորձում է կանգնացնի Եղիային, որովհետև մենք գիտենք, որ Եղիան համադրվում է կրակի հետ։ Աստվածաշնչում։ Մենք գիտենք, որ Եղիայի կյանքի մեջ որպես Տիրոջ ծառա այդքան վառ դրսևորումներ կան կրակի, որտեղ Աստված իր անհայտնել է կրակի միջից։ Եղիան կրակ իջացրեց երկնքից, եւ կրակը լափեց զոհերը։ Եղիան կրակ իջացրեց, անգամ երբ որ Եղիան հափշտակվում էր, նրա ետևից վառվող հրեղեն կառք էր եկել Աստծուց։ Հրեղեն ձիեր, վառվող։ Ոչ մի մարդ չի կարող կրակ իջացնել երկնքից, եթե ինքը չունի դրա համար աստվածային թույլտվություն։ Ոչ մի մարդ չի կարող կրակ բերել, եթե ինքը դրա համար չունի աստվածային թույլտվություն։
Եթե մարդը չի վարվում Աստծո կրակից, ինքը չի կարող կրակ իջացնել երկնքից։ Եթե մարդը իր ներսում չունի Աստծո կրակը, ինքը չի կարող իջացնել Աստծո կրակը այս երկրի վրա։ Եվ Հեզաբելը փորձում է մոտենալ Եղիային, եւ Հեզաբելը մտադրված է սպանել Եղիային, եւ Հեզաբելը մտադրված է գլխատել Եղիային, Հեզաբելը մտադրված է հանգցնել կրակը, Հեզաբելը մտադրված է կանգնացնել վարվող եկեղեցուն, Հեզաբելը մտադրված է դադարեցնել այդ կրակը, որ վարվում է։ Բայց ահա հայտնվում է եւս մի անձ, որ նմանապես վարվում է Աստծո կրակից։ Ողջույն Հեու։ Ես ուզում եմ ասեմ քեզ եկեղեցի, որ դու այս օրերի մեջ պետք է լինես Հեու մարգարեի նման, որ դու այս ժամանակների մեջ պետք է լինես Հեու մարգարեի նման։ Երբ որ նա մտնում էր Իսրայել, եւ Հեզաբելը լսեց դրա մասին, եւ դուրս լցրեց իր մեղքերով աղտեղացած մարմինը, իր շակերտավոր ասված բարեմասնությունները դուրս լցրեց պատուհանից, որպեսի ռեկլամ անի, գովազդի իրան, որպեսի գովազդի իրան, սատանան միշտ գովազդում է իր բաները եւ փորձում է դրա միջոցով ցանկություն առաջացնել քո մեջ, կլինի դա նմանատիպ հարցեր, շնության հետ կապած, կլինի դա հարցեր, ալկոհոլի հետ կապած, կլինի դա ցանկացած մեղքի հետ կապած հարցեր, սատանան գովազդում է դա քո առաջ։ Ի ցույց է դնում քեզ, որպեսի դու ընկնես գայթակղությանը, որպեսի դու տրվես գայթակղությանը եկեղեցի։ Երբ որ ասվում է, որ մի մտեք ֆինանսական բուրգերի մեջ սատանան գովազդում է քեզ համար ֆինանսական բուրգեր եւ փոխշահավետ առաջարկներ։ Եվ Հեուն մի հայացք գցեց։ Հեզաբելի ուղղությամբ ընդամենը մի հայացք։ Եվ Հեզաբելին դուրս շպրտեցին պատուհանից։ Ներքինը Հեզաբելին հրեց պատուհանից։ Այն ինչ որ ուզում եմ ասեմ քեզ, դա սա է եկեղեցի, երբ որ քո աչքերի մեջ կա Աստծո կրակը, դա դատաստան է Հեզաբելի վրա։ Երբ որ քո կյանքի մեջ կա Աստծո կրակը, դա դատաստան է սատանայի վրա։ Երբ որ քո կյանքի մեջ վարվում է Աստծո կրակը, ոչ մի դև այնտեղ տեղ չունի, ոչ մի Հեզաբել այնտեղ չի կարող իրագործել իր ծրագրերը կեղտոտ եւ լցված սատանայից։ Մի կրակոտ հայացք եւ Հեզաբելը վայր ընկավ։ Եվ կատարվեց մարգարեությունը նրա վրա ասված, որ քո արյունը շները կլակեն, եւ շները լակեցին Հեզաբելի արյունը, եւ որ դու վարվում ես Աստծո կրակից, մարգարեությունները սկսվում են իրագործվել քո կյանքի մեջ, եւ որ դու վարվում ես Աստծո կրակից, Աստծո խոսքը սկսում է կատարվել քո կյանքի մեջ։ Կրակը ստեղծում է համապատասխան պլատֆորմ, որպեսզի մարգարեությունները իրականանան քո կյանքի մեջ։ Կրակը ստեղծում է համապատասխան մթնոլորտ, որի մեջ Աստծո խոստումները դառնում են իսկական, որի մեջ Աստծո փառքը դառնում է շոշափելի, որի մեջ Աստծո խոսքերը դառնում են իրական եւ գործուն։ Կրակը ստեղծում է համապատասխան ատմոսֆերա, կրակը ստեղծում է համապատասխան բնական պլատֆորմ քո կյանքի մեջ, որպեսզի կատարվի Աստծո խոսքը, որպեսզի տեղի ունենա Աստծո խոսքը։ Հալելույա Հիսուս։ Վարվող մարդիկ խոսք ունեն։ Վարվող մարդիկ իշխանություն ունեն։ Ելից 3-րդ գլուխ։ Առաջի խոսքից։ Մովսեսը արածացնում էր իր աներոջ Մադիամի քուրմի հոթորի հոտը։ Նա հոտը քշելով անապատի ետևը եկավ, Աստծո լեռը Քորեբ, Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վարվում էր, բայց չէր սպառվում։ Մովսեսը ասեց. «Մի գնամ ու տեսնեմ այս մեծ երևույթը, թե ինչու մորենին այրվելով չի սպառվում»։ Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու համար, եւ Աստված մորենու միջից կանչեց նրան եւ ասեց. «Մովսես, Մովսես»։ Նա ասեց. «Ահա ես այստեղ եմ»։ Աստված ասեց. «Մի մոտեցիր այստեղին, հանիր կոշիկներդ քո ոտքերիցդ, որովհետև այստեղը, որ դու կանգնած ես, սուրբ հող է»։ Նաև ասեց. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի, Հակոբի Աստվածը»։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։
Տերը ասեց. ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարվելը, լսեցի գործավարների պատճառով նրանց աղաղակը, որովհետև իմացա նրանց կրած նեղությունները եւ իջա, որ նրանց ազատեմ Եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները։ Հիմա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ, եւ ես տեսա նաեւ այն հարստարությունը, որոնց ենթարկում են նրանց եգիպտացիները, ուստի արի հիմա քեզ ուղարկեմ փարավոնի մոտ եւ հանի Եգիպտոսից իմ ժողովրդին Իսրայելի որդիներին։ Ելից երկրորդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք Ելից երկրորդ գլուխը, մենք հանդիպում ենք մի հետաքրքիր տեսարանի, որտեղ Մովսեսը գրված է, որ Մովսեսը դուրս եկավ տանից եւ տեսավ, որ Եգիպտացին ծեծում էր իր եղբայր Եբրայեցուն։ Եգիպտացին ծեծում էր իր եղբայր Եբրայեցուն եւ Մովսեսի սրտի մեջ նախանձավորություն առաջացավ։ Մովսեսի սրտի մեջ խանդ առաջացավ։ Մովսեսի սրտի մեջ նախանձավորության մի կրակ բռնկվեց ժողովուրդ։ Եվ Մովսեսը վրա հասավ եւ սպանեց Եգիպտացուն։ Մովսեսը վրա հասավ եւ սպանեց այդ Եգիպտացուն։ Եվ ահա Մովսեսը փախած է, որովհետեւ ինքը հանցագործություն արել։ Մարդ է սպանել։ Մովսեսը փախած է, արածացնում է իր աներոջ հոտերը, արածացնում է հոտերը եւ հանկարծ տեսնում է մի երևույթ, որը չի տեսել իր ողջ կյանքի ընթացքում, այրվող մորենի, որը չի սպառվում։ Վարվող մորենի, որը չի սպառվում։ Եկեղեցին պետք է դառնա այդ մորենին, որը վարվում է եւ չի սպառվում։ Դու պետք է դառնաս այդ մորենին, որը վարվում է եւ չի սպառվում։ Դու պետք է լինես այդ մորենին, որի վրա իջել է Աստծո կրակը եւ որը վարվում է Աստծո կրակից։ Եվ երբ որ Մովսեսը մոտեցավ մորենուն, Աստված սկսեց խոսալ կրակի միջից։ Այն ինչ որ Աստված խոսում է, դա տեղի է ունենում կրակի միջից։ Եթե դու վարվես որպես մորենի, Աստված կսկսի խոսալ քո միջից։ Աստված կսկսի խոսալ քո միջից։ Մովսեսը հանդիպում է Աստծուն մորենու մոտ։ Այն ինչ որ կար Մովսեսի մեջ, եկեղեցի, այն ինչ որ կար Մովսեսի մեջ, երբ որ ինքը տեսավ, որ Եգիպտացին ծեծում է իր եղբորը, իր մեջ բռնկվեց այդ կրակը, խանդի կրակը, երբևիցե դու խանդել ես քո ամուսնուն կամ կնոջը, դա վարվող բան է, խանդը դա վարվող բան է, խանդը դա քեզ ուտում է քո ներսից եւ քեզ հանգիստ չի տալիս, չի թողնում որ դու քո գլուխը հանգիստ տնես բարձի, խանդը դա վարվող բան է ժողովուրդ։ Խանդը վարվեց Մովսեսի ներսում, խանդը բռնկվեց Մովսեսի ներսում։ Հիսուսը ասում է Հովհաննես ավետարանում, քո տան նախանձը կերավ ինձ։ Խանդը վարվեց Մովսեսի սրտի մեջ եւ կրակը սկսեց վարվել Մովսեսի սրտի մեջ, որի պատճառով ինքը այլևս չկարողացավ գտնվել Եգիպտոսում եւ գնաց անապատ։ Եվ այնտեղ հանդիպում է Աստծուն։ Մովսեսը մորենու մեջ հանդիպում է մի բան, որը կար իր ներսում։ Մովսեսը մորենու մեջ հանդիպում է հոգեհարազատ մի բան ժողովուրդ։ Մովսեսը մորենու մեջ հանդիպում է իր ներքին պահանջին համապատասխանող մի բան։ Եվ դա կրակն էր։ Մովսեսը հանդիպում է Աստծուն կրակի միջից։ Գիտեք, Լեսթեր Սամրալը ասում է, ես ասում եմ իմ ծառայության ընթացքում լիքը մարդկանց ու ծառայողների եմ լսել, ովքեր որ ասում են մեր կյանքերի մեջ գոյություն ունի նման մի բան, մենք հոգնել ենք, մենք հոգնել ենք, մենք հոգնել ենք, մենք հոգնել ենք, եւ դա ռուսերենում կոչվում է սինդրոմ Վիգարանիա։ Մենք հոգնել ենք, մենք նման սինդրոմ ունենք, մենք այլևս չենք կարողանում ծառայել, մենք մարում ենք։ Լեսթեր Սամրալը ասում է, որ ես պատասխանում եմ դրանց մի պատասխանով, Մովսեսը մեկ անգամ վարվեց եւ 40 տարի շարունակ վարվում էր։ 40 տարի շարունակ վարվում էր։ Եթե դու զոհասեղանի վրա ես եւ վարվում ես Աստծո կրակի համար, քո համար պետք է գոյություն չունենա ոչ մի սինդրոմ։ Կրակը դա սիմվոլ չի եկեղեցի, կրակը դա ցանկություն չի եկեղեցի, կրակը դա հաճույքներ չի եկեղեցի, կրակը դա կենթանի Աստվածը, որ խոսում է մորենու միջից։ Կրակը դա կենթանի Աստված է, որովհետև մեր Աստվածը մաշող կրակ է։ Մովսեսը բռնկվեց մեկ անգամ եւ գնաց 40 տարի։ Կրակի մեջ Մովսեսը առաջի բանը հանդիպեց Աստծուն։ Առաջի բանը Մովսեսը կրակի մեջ հանդիպեց Աստծուն։
Ես կուզենամ, որ ինձ օգնեք երաժշտությամբ։ Մովսեսը հանդիպեց Աստծուն կրակի մեջ։ Երկրորդ բանը, որ Մովսեսը հանդիպեց, Մովսեսը գտավ իր կոչումը կրակի մեջ։ Երբ որ դու ասում ես, ո՞րն է իմ կոչումը, Տեր, ո՞րն է իմ կոչումը, ինչի համար ես դու ինձ կանչել, ինչի համար եմ ես կանչված, բայց ես նայում եմ, որ դու չես էլ վարվեմ Աստծո համար։ Սա ծիծաղելի է ուղղակի։ Խոսալ կոչումի մասին, եթե դու չես վարվում Աստծո համար։ Ինչի դա պետք իմանաս դու քո կոչումը, եթե դու դա չես իրագործելու։ Բայց երբ որ սկսես վարվել, Աստված կբացի քեզ քո կոչումը, Աստված կբացահայտի քեզ քո կոչումը, այն կանչվածությունը, որի համար Տերը քեզ կանչել է։ Երրորդ բանը Մովսեսը կրակի մեջ հանձնարարական ստացավ։ Երբ որ դու հանդիպում ես Աստծուն կրակի մեջ, Տերը սկսում է խոսալ քո հետ, դու հանձնարարական ես ստանում Աստծուց, թե ինչ պետք է դու անես, Տերը ասում է արի քեզ ուղարկեմ, որպեսզի դու ազատես իմ ժողովրդին։ Եվ հաջորդ բանը, որ Մովսեսը ստացավ կրակի մեջ, դա ուղղությունն էր։ Ինքը կոնկրետ ուղղություն ստացավ, կոնկրետ հրահանգներ ստացավ Աստծուց, կոնկրետ ուղղություն ստացավ Աստծուց, իր կյանքի հաջորդ տարիները պլանավորելու համար կոնկրետ ուղղություն ստացավ։ Երբ որ Մովսեսը հայտնվեց փարավոնի առաջ, Մովսեսը վարվող Մովսես էր։ Կրակը ինձ ու քեզ դնում է ինչ-որ մի դիրքի մեջ, թե Աստծո առաջ եւ թե սատանայի առաջ։ Եվ սկսում է դիվական աշխարհը քո հետ հաշվի նստել։ Կրակը իմ ու քո կյանքի մեջ ակտիվացնում է Աստծո իշխանությունը։ Երբ որ Մովսեսը գցում էր իր գավազանը, այն օձ էր դառնում եւ կուլ էր տալիս բոլոր կախարդների օձերին, կուլ էր տալիս բոլոր կախարդների գավազաններին։ Կրակը ակտիվացնում է քո կյանքի մեջ Աստծո իշխանությունը։ Եթե դու չհամաձայնվես ազատվել գոլ գարշ վիճակից, դու երբեք չես վարվի Աստծո կրակից։ Եթե դու չհամաձայնվես թողնել գարշությունը, դու երբեք չես վարվի Աստծո կրակից։ Հիրարաբաշաթարեբոսիմ։ Կրակի մեջ ավարտվում է առևտուրը եկեղեցի։ Կրակի մեջ ավարտվում է քրիստոնեական ավանտյուրան։ Ռեբագաշամբակաթարեբոսի։ Հիրարաբագաշաթայա։ Ես ուզում եմ քեզ հարց տալ, իսկ միգուցե հետաձգել ամեն բան եւ սկսել կանչել Աստծո կրակը։ Իսկ միգուցե մի կողմ դնել ամեն բան եւ սկսել կանչել Աստծո կրակը։ Հիլոբո շախարիբոքոմ։ Կրակը վերականգնում է քո իսկական ինքնությունը Քրիստոսի մեջ։ Կրակը վերափոխում է քո ճակատագիրը։ Կրակը դնում է քեզ դիրքի մեջ, թե Աստծո առաջ եւ թե սատանայի։ Ey arabogos shambakataya. Hallelujah Isus. Երբ որ կա նեյտրալիտետ, դա գաղջությունն է։ Երբ որ մարդը գաղջ է, ինքը նեյտրալ է, ինքը նեյտրալիտետի մեջ է։ Եվ երբ որ նեյտրալիտետ կա մարդու հոգևոր մարդու կյանքի մեջ ժողովուրդ, օտար կրակները սկսում են իշխանություն վերցնել իր վրա։ Օտար կրակները սկսում են իշխանություն վերցնել նեյտրալիտետի մեջ ապրող հոգևոր մարդու վրա, գաղջության մեջ ապրող հոգևոր մարդու վրա։ Հիրամաքանդարեբո շախաթայա։ Հորաբակաթարեբոսա։ Եթե դու վարվում ես Աստծո կրակից, կրակը քո կյանքի մեջ կուլ կտա բոլոր օտար կրակներին, ինչպես որ օձը կուլ տվեց մնացած օձերին։ Երբ որ գալիս է Քրիստոսը, նա գալիս է վարվող եկեղեցու հետևից։ Երբ որ գալիս է Հիսուսը, նա գալիս է վարվող եկեղեցու հետևից, կրակոտ եկեղեցու հետևից, կրակոտ հավատացյալի հետևից, վարվող հավատացյալի հետևից Հիսուսը գալիս է։ Գիտեք, մենք գիտենք, որ հայրը երկրպագություն է փնտրում, որդին հավատք է փնտրում, Սուրբ Հոգին ծարավ է փնտրում։ Բայց ես ուզում եմ ասել մի բան եւ հավելեմ սրանց հետ։ Եթե դու չես վարվում Աստծո համար, դու ոչ երկրպագում ես Աստծուն, դու ոչ հավատում ես որդուն եւ ոչ էլ ծարավ ես Սուրբ Հոգուն։ Քեզ պետք է Աստծո կրակը։ Քեզ պետք է Աստծո կրակը։ Քո հաջողության գրավականը Աստծո կրակն է։
Քո հաջողված հոգևոր կյանքի գրավական Աստծո կրակն է։ Հիրաբաշախարեբոքոմ վարվող մարդը, վարվող եկեղեցին հետ կա թողնեմ, վարվող եկեղեցին հետ կա թողնեմ, վարվող եկեղեցին հետ կա թողնեմ, պատմության մեջ, հասարակության վրա, վարվող եկեղեցին հետ կա թողնեմ ժողովուրդ։ Ո Հիսուս, կրակը տեղ չի թողնեմ կուրքերի համար, կրակը տեղ է պատրաստում հարմար թշնամիների կորստի համար, կրակը մոտեցնում է մարգարեությունների կատարումը։ Եթե չունես կրակ, չես կարող լինես այն լույսը, որի մասին Հիսուսը խոսում էր։ Վարվող մարդիկ անում են արթնություն, եւ վերջին միտքը, որ ես ուզում եմ ասեմ, ետ վերադառնալով սկզբից կարդացած իմ տեղին։ Տերը ասում է, դու գաղջ ես, եւ ես քեզ կփսխեմ իմ բերանից։ Ես քեզ կփսխեմ իմ բերանից։ Եթե եկեղեցին հավատացյալը շարունակում է մնալ գաղջ եւ հայտնվում է վտանգի մեջ, որ Տերը իրան փսխի, Տերը հիվանդանա իրանով եւ իրան փսխի իր բերանից, այդ մարդը դառնում է սատանայի զոհը, որովհետեւ Աստծո խոսքը ասում է, որ սատանան մռնչացող առյուծի պես փնտրում է, թե ում կուլ տա։ Սատանան ինքը համադրվում է շան հետ եկեղեցի, շունը փսխածը ուտում է, իր փսխածը ետ է դառնում եւ ուտում է շունը, ուտում է անգամ ուրիշների փսխածը։ Եթե հանկարծ Տերը քեզ փսխեց, սատանան քեզ կուլ է տալու։ Եթե հանկարծ Տերը քեզ փսխեց, սատանան քեզ կուլ է տալու։ Եվ ուզում եմ նորից այդ հարցը բարձրացնեմ, իսկ միգուցե թողնել ամեն բան եւ շերգանչել Աստծո կրակը։ Եվ շերգանչել Աստծո կրակը։ Եվ շերգանչել Աստծո կրակը։ Չի դերեբորա բաբա շախարեբո կոնդերեբոսի։ Իհարկե իմ հովիվի հետ ես ուզում եմ աղոթեմ այն մարդկանց համար, ովքեր որ իրանց կյանքի մեջ նկատում են գաղջություն, ովքեր որ իրանց կյանքի մեջ հայտնաբերում են գաղջություն, ովքեր որ իրանց կյանքի մեջ հայտնաբերում են սառնություն, ովքեր որ հայտնաբերում են, որ իրանք մարել են Աստծո կրակի մեջ եւ այլևս դադարել են վարվել, այդ երկու ծառայությունները, որ Հովիվ Միխայելը ծառայում էր եւ քարոզում էր կրակի մասին, երկու ծառայություններին ես վազել եմ առաջ։ Եվ Հովիվ Միխայելը 3 անգամ աղոթել այնց համար, եւ իմ վրա կրակ է իջել այնտեղ, եւ իմ վրա կրակ է իջել այնտեղ, եւ ես համոզված եմ, որ այստեղ մեր Հովիվի կյանքի մեջ կրակ կա ժողովուրդ, որովհետեւ իր կյանքը գտնվում է սուասեղանի վրա, եւ ես հավատում եմ, որ այստեղ կա փոխանցելու կրակ։ Հալելույա Հիսուս։ Իրաբարաբաբա շանդերել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 el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 
Urabakare boshi. Arabagashaya. Arabagara bogoshamba. Urabagata. Urabababababakataya. Yes. Կանչի Աստծո կրակը քո կյանքի մեջ, կրակ քո աչքերի մեջ, կրակ քո ոսկորների մեջ, կրակ քո ձեռքերի մեջ, կրակ քո սրտի մեջ, կրակ քո ոտքերի մեջ։ Փիշակա բորոլոմոշի Լապակարեբոհ Խորաբաշի գդարաբոքշու Ուրամարաբագաթայա Ուրաբարաբաբաբաբաբաբա Նավ գիտի Աստծուն կրակի մեջ է Նավ գիտի Աստծուն կրակի մեջ է Ով գիտի Աստծուն կրակի մեջ է Բարոգոդորը Մեր Աստված մաշող կրակ է Մեր Աստված մաշող կրակ է Մաշող կրակ է Աստված մաշող կրակ է Վարվիր, վարվիր, վարվիր Ռաբակոտուր ռեմբավարի Վարվիր, լեզուներով աղոթի Վարվիր, լեզուներով աղոթի
կրակի երևացած լեզուեր երևացին իջան աշակերտների վրա այնտեղ 120 հոգի են իջավ այդ կրակը նրանց վրա փաշի գտարը հրաշքներ գործող կրակը դեմեր հանող կրակը ռաբաշի գտերեն իմաշի դերեն ռաբաբաբաշ եկեք առաջ մի կանգնեք հերվից մի նայեք Մովսեսը մի օր կրակին հերվից նայեց և նայեց երկար նայեց ժամանակն այլ երկար չնայեց այդ կրակին ապա գնաց մոտիկ այդ կրակը չի մարեմ այդ կրակը վարվում է և նա չի մարեմ Ռաբաբաբաշի Կիդուրեվա շգդարը բո Գրակով վրա, գրակով ոսկորների վրա Գրակ խոսունչի մեջ, գրակով հոգու մեջ Գրակ ծարայելու համար, գրակ վարվելու համար Ռեվավակոտուրեմ Հոգով բորվոքվեք և տիրոջը կծարայեք Հոգով բորվոքվեք և տիրոջը կծարայեք Դուք կտեսնեք, որ Աստված սկսում է օգտագործել այն ինչ որ վարվում է Աստված օգտագործում է այն ինչ որ վարվում է Աստված չի օգտագործում այն ինչ որ մարել է